Այսօր ես հայտարարում եմ արդեն կուսակցությունից դուրս գալու մասին։ Ժառանգություն կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը նման որոշում է կայացրել 3 երեկոյան Ազատ դեմոկրատների հետ Ժառանգության համատեղ ցուցակի հրապարակումից հետո։ Կուսակցության քարտուղարը դա կուսակցության երրորդ դեմքն է։ Դա պետք է Երևա նաև ցուցակում եւ երբ քեզ ասում են, քեզ հեռացնում են, ուրեմն քեզ հեռացնում են կուսակցությունից։ Ըստ Տիկին Հակոբյանի ցուցակի նախնական քննարկումների ժամանակ իր անունը եղել է առաջին տասնյակում։ Ժառանգության արդեն նախկին քարտուղարին սակայն անհանգստացրել է ոչ թե իր տեղը, այլ այն, որ ցուցակը կազմելիս կուսակցության շատ անդամների կարծիքները հաշվի չեն առել։ Կազմվել է Ռաֆի Հովհաննիսյանի եւ իր մի քանի խորհրդատուների միջոցով։ Ժառանգության համամասնական ցուցակում ըստ Տիկին Հակոբյանի ընդգրկվել են ոչ միայն հասարակության, այլև կուսակցության հնաբնակներին քիչ հայտնի մարդիկ։ Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ եւ նրանց տարբերությունը այն է, որ նրանք այսօր անկախ չեն իրենց քայլերի մեջ։ Կարինե Հակոբյանը կողմ է ընտրական ցուցակներում երիտասարդների ներկայությանը, բայց գտնում է, որ նրանք պետք է իրենց ընդդիմադիր կեցվածքով ու քաղաքացիական դիրքորոշմամբ արդեն աչքի ընկած լինեն։ Ազգային ժողովը փորձադաշ չէ։ Նա դեմ չէր լինի, որ կուսակցության համամասնական ցուցակները կազմվեին արևմուտքում ընդունված ներկուսակցական ընտրությունների պրայմերիզների միջոցով, իսկ միանձնյա որոշումների հիման վրա ձևավորված ցուցակներն ըստ Կարինե Հակոբյանի անդրամաբանական են եւ անարդար։ Ցուցակի բովանդակությունը նվազեցրեց ժառանգության ձայները։ Հակոբ Կարապետյան, Հովսեփ Հովսեփյան, IPF